Ընտրությունների ժամանակ, ընտրություններից հետո, ինչպես մենք արձանագրեցինք, 21-ից 22% ձայներ փոշիացվել էին, հենց այն պատճառով։ Ես կարծում եմ, բայց գիտեք, ես պարզ է, որ իդեալական տարբերակ այդպես էլ չի ստացվել եւ դժվար էլ ստացվել, որովհետեւ եթե պրակտիկ գետնի վրա այնուամենայնիվ մենք բոլորս այդ փորձը ունենք եւ ռեալ պրագմատիկ դաշտում չէր լինելու, ես կարծում եմ այնուամենայնիվ այս անգամ այդ փոշիացման տոկոսը 21-22 չի լինելու։ Ես հաշվել եմ մոտ 10-12։ Ես էլ եմ այդ ասում, որ մոտավորապես 2 անգամ պակասելու է։ Դա ես կարծում եմ ամեն դեպքում դրական է։ Իհարկե մենք տեսանք, որ որոշ քաղաքական ուժեր, որոնք կարծես թե արդեն այս կամ այն ֆորմատում էին տեղավորված, այնուամենայնիվ այդ բանը միավորումը նույնիսկ ստորագրելուց հետո չեղարկվեց, հա, ինչպես օրինակ Հայաքվեի պարագայում էր, հա։ Ես կարծում եմ հիմա դեռևս պարզ չէ, օրինակ Հայաքվեի հետագա գործողությունները, իրենք ես կարծում եմ այնուամենայնիվ ինչ որ մի ֆորմատում փորձել են տեղավորվել։